Ես նայեք հասարակ այստեղ կանգնած ենք, ուրեմն այս մեր հրապարակը 5 մուտք ունի, 5։ Պատկերացրեք, մեքենաների վիճակը դուք տեսնում եք, թե երթևեկել չի լինում, որովհետև մեքենաներ ավելացել են։ Այդ ուրեմն բացեմնի երեխոքները, անցումները, որ պետք է արվի, քաղաքապետարանը կարող է արագ անի, ուրեմն ներքևի հատվածում խանութներ, սրճարաններ, կառուցի դրա հետ մեկտեղ եւ բարձրականությամբ տա ժողովրդին եւ բյուջեն դրանով կավելանա։ Բացի դրանից կարող է անհատներ կան, որ հիմա եւ քաղաքապետարանին կարող են գումարներ մուծել եւ իրենք կառուցել իրենց գումարներով, որեկա արագ կարգով, դրանք սովորական ինչ որ մի բան են, որ ուղղակի պետք է հասկացող մարդ լինի, տեղական ինքնակառավարումից հասկացող լինի, որ կարողանա այդ քայլերը ուրեմն կատարել։ Ուրեմն ես ասել եմ, Լինսի հիմնադրամով կառուցած շենքերի բոլոր վերևի հարկերը մենք կարող ենք մի հարկ ավելացնել։ Բացի դրանից, քաղաքի կարևորագույն լուրջ պահանջարկ ունեցող շինությունների վրա, ոնց որ Ֆրանսիայում է, Գերմանիայում է, Անգլիայում է, ուրեմն մասարդային բնակարաններ են կառուցելու շատ արագ։ Տվյալ հարկերի բնակիչների, շենքերի բնակիչներին անպայման դրանցից բաժին ենք անելու, որ խոչընդոտ չհանդիսանանք, իրանք ուրախ կլինեն եւ պատկերացրեք արագ կարգով այդ գումարները կամ վարձով կտան, կամ կվաճառենք եւ այդ շահույթները կգա Գյումրու քաղաքապետարան։ Այս ամեն ինչը ես ներկայացնում եմ ու չեմ ասում, որ սոցիալապես անապահով ընտանիքներին անպայման օգնելու ենք, տարբեր միջոցառումներ ունենք։ Դուք գիտեք, որ երբ որ Իվանը տալիս էին, ժողովուրդն ասում էր, մեռել թաղող քաղաքապետ է, հիվանդին ասող քաղաքապետ է։ Ուրեմն չի թողնում, որ մարդիկ ցրտի մեջ մնան, չի թողնում, որ մարդիկ հասկացան ուսման հարցերից դուրս մնան։ Մի խոսքով այն ժամանակ ասում են, թե գնանք մեր հելացտուն։ Այո, ես որ եկա, անդունդ էր առաջացել քաղաքապետարանի եւ ժողովրդի միջեւ։ Ես կարողացա այդ անդունդը վերացնել եւ յուրաքանչյուր գյումրեցի ասում էր, թե գնանք մեր հելանստուն, գնանք մեր հելանստուն։ Մեր հելանստունը դարել էր Գյումրու քաղաքապետարանը։ Այսօր որ կողքից անցնում են, ասում են, այս պալաչները Նեմեցի ժամանակ որ էին ասում են, պահվյասկեկը որ կապում էին ինչ էին ասում, Մանուկյան, ես գիտեմ դու ինձ կարաս հուշես, պալիցայները հիմա այդպիսի դերակատարություն ունեն, ամբողջ ժողովրդին դադու Դադաստանի մեջ ենք, թե պատկերացրեք, դրանք բոլորը վերացնելու ենք, տակնելու ենք մեր ժողովրդի կողքին, իրոք եղնելու ենք այն ինչ որ եղել ենք, գիտեք ինչ կա, շատերն ասում են դե բազում է եկան, բազումը խոսքեր են տալիս գալիս ու փախնում են, դրանից հետո չենք տեսնում դրանց գործունեությունը։ Այո, ես այն ժամանակ երբ որ երիտասարդ էի, ուրեմն մենք էլ շատերին օգնեցինք դարան պատգամավորներ, շատերին օգնեցինք դարան քաղաքապետեր եւ մեր վիճակը նույնն էր։ Ես ասեցի ուրեմն հնար չկա, ես պիտի կամ եւ ես առաջադրեցի իմ թեկնածությունս եւ բոլորը հասկացան, որ ապտակով սնված տղեն ավելի լավ կաշխատի, ավելի հզոր կլինի, քան դեր մեկը, որ ասում է ինչ ես անում, 4-րդ ինստիտուտն եմ ավարտում։ Այն էլ կողքին եք սա այդ տղա, 3-րդ ավարտել, ինչ հասկացար, որ 4-րդ եք ավարտես։ Նու իհարկե լրագրողները թող Լեննականյան, Գյումրվա կատակները հասկանան։ Մի անգամ էլ տղայիս հետ չգիտեմ ինչ էր կատարվել, ինձ հարցնում են, ձեր տղան որտեղ է, ասում եմ Կոսովո է գնացել խաղաղապահ ուժերի հետ։ Ներքին գործերի նախարարը հմեկով ցույց է տալիս, ասում է մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Ղուկասյանի որդին Կոսովոյում չի գտնվում։ Այսինքն ես ուզում եմ Երևանյան այսպես լրագրողներին ասել, որ գյումրեցին առանց կատակի չի կարող քայլել։ Երկրաշարժից հետո ընդհանուր գյումրեցին կատակ էր անում, երեխեք ջան։ Հիմա ես մի բան գիտեմ, ես որ խոսեցի, թե Երևանը կամ մյուս տեղերը, ուղղակի ուզում եմ ասել, որ գյումրեցին ոչ թե երևանցիների նկատմամբ կամ մյուս քաղաքացիների մեր երկրի եղբայրների եւ քույրերի նկատմամբ, ուրեմն այսպես թշնամաբար են նայում, ոչ, երբ որ երկրաշարժ եղավ, գյումրեցիները պանելների տակից ելել էին ու ասում են, ծո խոմ Երևանին, բան չի եղել։
Իսկ երբ որ Գորբաչովն եղավ 4-5-րդ օրը, ասում են ակակ բուջետ Ղարաբաղսկի վապրոս։ Այսինքն այս Գորբաչովն ասում էր, այմար սրանք իրանց մեղրները թողել են, իրանց դարդի մասին չեն մտածում, իրանք կսեն ակակ բուջետ Ղարաբաղսկի վապրոս։ Զենքերը վերցրեցին ու գնացին պաշտպանելու իրենց հող հայրենին։ Ժամանակը հասյալ է, հայրաքաղաքի ժողովուրդ, ես չեմ խնդրում, թե ինձ ընտրեք, լավ իմացեք։ Յուրաքանչյուր հայորդի պետք է արժանապատվություն ունենա։ Ընդուք, եթե դու քեզ չես հարկում, քո ծնողներն էլ քեզ չեն հարկի։ Ես մի բան եմ ասում, 13 տարի աշխատել եմ, 13 տարի դուք տեսել եք, հիմա որ սրանք ինձ մեղադրում են, հինը տեսել ենք հինը պիտի կա, յանի վախեցնում են, դուք ակրած դուք հինը տեսել եք, դուք ամեն ինչ լավ գիտեք նախկինը ով եղել, ձեր աչքի առջև եղել, եւ մնացածն էլ ասում է ըստ հավատքիքում եղիցիք ձեզ, ինչ որ դուք եք, այդպես էլ ձեր առաջնորդը կլինի։ Երեկ Բարսեղյան Լևոն ասում է, ես կոչ եմ անում ձեզ իմ նմանագիցներին։ Իր նմանագիցը Եվրոպայի ԼԳՏԲ-ի այսօր արդոնյալ պայմաններում ով է գտնվում։ Այսօր այս երկրում արդոնյալ պայմաններում գտնվում են տրանսգենդերները եւ ԼԳՏԲ-ի ներկայացուցիչները։ Այո, ովքեր որ իրանց նման են եվրոպական խարտիայի մեջ ուզում են մտնել, եվրոպական օրենքներ այդպես են։ Թող գնան, իրանց են ընտրեն։ Իսկ ովքեր պահում են մեր հող հայրենին, ովքեր սիրում են իրենց բավական արժեքները, դրա համար մեծերն ասում են, թե եթե մի ազգի ուզում ես բնութագրել, ուրեմն անպայման գնացեք երկրորդ քաղաքը։ Դա ոչ միայն հայոց մեծերն են ասում, այլ ասում են աշխարհի բոլոր մեծերը։ Եթե ուզում եք ռուսին ճանաչել, պետք է գնաք Պետրոգրադ, վրացուն ճանաչելու համար Քուդայիս, ֆրանսիացուն ճանաչելու համար Մարսել, հային ճանաչելու համար պետք է գալ Գյումրի։ Եվ վերջացնելով, շատ կարող եմ ասել, վերջացնելով իմ խոսքը, մի բան եմ ուզում ասել, եթե ինձ չընտրեք, կշայի ընտանիքս։ Եթե ինձ ընտրեք կշահեք դուք եւ Հայաստանի Հանրապետությունը։ Դրանից հետո էլ նորից մի բան եմ ասում։ Սրանք ես չգիտեմ ինչ դավեր են դավել։ Եթե հանգարց ես ընկել եմ ձեր առաջ կյանքս զոհելով ձեզ համար, ես հիմա մահացած պետք է նեի, որովհետև 7 փամփուշտ եմ ինձ կվել։ 5 հատը հիմա իմ մարմինի մեջ է, 5 հատը եւ 200 հատ ասկոլկեն, որ ձեզ չեմ դավաճանել եւ մինչեւ վերջ ասել եմ, որ այս քաղաքում կա 5700 անօթևան։ Ես ինքսի գործ չէի արել, որ դրան արժանի լինեի եւ մինչեւ այսօր այդ գործը բացահայտված չէ, եթե քաղաքական պատվեր չէ, ուրեմն արագ կարգով կբացահայտվեր այդ գործը։ Վերջացնելով իմ խոսքը, մի բան եմ ուզում եւս անգամ վերջացնելուց ասել։ Եթե զիս չեք հավատա, ապա գործոցի մոտ հավատացեք։ Շնորհակալություն։